Հայաստանի մարզերից ու աշխարհի տարբեր անկյուններից մոտ 300 կամավոր հավաքվել են մեկ վայրում, եկել են մասնակցելու Հիսուս Քրիստոսի արձանի շինարարական աշխատանքներին։ Քայլը դեպի կարևոր առաքելություն սկսվում է լավ տրամադրությամբ։ Մարդկանց ոգևորությունն ավելանում է ճանապարհին։ Լսել էին, էկրանից տեսել, հիմա հասել են հատիսի գագաթ, տեղում հետևելու, նաև մասնակիցը դառնալու հզոր նախագծի կերտմանը։ Ես ուզում եմ առաջին հերթին սրտանց պարոն Ծառուկյանի անունից բոլորիդ ողջունել։ Մենք շատ խորհրդանշական վայրում ենք այսօր այստեղ գտնվում ու ձեզանից յուրաքանչյուրը ունի բացառիկ շանս ու հնարավորություն այսօր դառնալ այս պահին կերտվող պատմության մի մասնիկը։ Երբ որ այս վայրը դառնալու է համաշխարհային զբոսաշրջության կենտրոններից մեկը, ձեզանից յուրաքանչյուրը կարող է ասել, որ ես եղել եմ այնտեղ, ես մի քար եմ դրել, մի դուլ շաղախ եմ լցրել ու ես մասնակցել եմ աշխարհում ամենաբարձր Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը։ Ապրեք, որ այստեղ եք, ապրեք, որ հավատացել եք այս նախագծին ու բոլորիս լավ օր եմ մաղթում ժողովուրդ ջան։ Եղանակը լավ է, տեսարանը հիասքանչ ու հաճելի։ Մարդկանց էմոցիաները բազմապատկվում են հատիսի գագաթին։ Հզոր գործ է եւ հպարտանում եմ։ Աշխարհում երևի միակն ենք լինելու ու հպարտանալու ենք հենց այս գործով։ Ես Ռուսաստանից եմ եկել, միանգամից եկել եմ ստե։ Շատ մեծ տպավորություններ ստացանք։ Սա մեր համար նոր պատմություն է, սա սրբատեղի է եւ սա նորովի աշխարհի ներկանալու այցեքարտ է։ Աննկարագրելի տպավորություններ ունեմ։ Մի անգամ եկողը հաստատ բազմիցս անգամներ կուզենա, որ այստեղ լինի։ Իմ կարծիքով յուրաքանչյուր հայ իր պարտքը պիտի համարի այս գործընթացի մասնակից լինելու։ Գիտենք, որ շատ մեծ նախաձեռնություն է, բայց որ եկանք, բարձրացանք, ել ավելի մոտիկից տեսնելով, ել ավելի վառ տպավորություններ։ Համազգային այս նախաձեռնության մասնիկը դառնալով հազարավոր քաղաքացիներ արդեն արձանագրել են, որ Փրկչի արձանը կհամախմբի աշխարհասփյուռ հայությանը, միասնության նոր սիմվոլ կդառնա։ Աստուծանեստի մնորեն Արցախը քիրսասարի կողենսալքի։ Շատ տարիներ հետո մենք մեր երեխաներին, թոռներին պիտի պատմենք, որ այս ամեն ինչի մեջ մեր ներդրումն ենք ունեցել, թեկուզ մասնակիորեն շատ փոքր։ Զգացողության մասին դժվար է նկարագրել, որովհետև ամեն մի հայ, երբ որ գտնվում է նման վայրում, զգացողությունները աննկարագրելի են։ Իհարկե, ամենաջերմ, ամենահոգեհարազատ զգացումները ստեղ մենք զգացինք։ Թող բոլոր երեխաները իմանան, որ այսպիսի արձան կա հենց իրենց երկրում, հանրապետությունում։ Ես այստեղ շատ հավանեցի ու ես շատ ուրախ եմ, որ այստեղ Հիսուսի արձանն է լինելու։ Ինձ համար մեծ պատիվ է իմ լուման ունենալ այս սուրբ գործում։ Սփյուռք Հայաստան, հայրենիք, հայք միավորող ինչ-որ մի ուժ կա, ինչ-որ մի նախաձեռնություն կա, իսկ դա շատ կարևոր է։ Պատմություն են կերտում, մասնակից ենք լինում, շատ հաճելի է։ Երջանիկ ենք եւ ուրախ ենք։ Մեծ աշխատանք է տարվել։ Ընդարձակ հրապարակում են նաև 44-օրյա պատերազմի մասնակիցները։ Նախաձեռնությանը միացել են մտքում միայն մեկ մաղթանքով, որ խաղաղություն լինի։ Ողջունելի այս ամեն քայլը, որ արվում է պարոն Ծառուկյանի կողմից։ Մենք էլ հետևել ենք, տեսել ենք առաջ անգամ, այսօր բարձրացել ենք այստեղ, տպավորությունները մեծ է։ Կուզեմ, որ այս ամենը խաղաղություն բերի հայ ազգին, մեր զինվորները խաղաղ ծառայեն, բոլոր մանուկներն խաղաղ երկնկտակ մեծանան։ Նախորդ բոլոր իրադարձություններին հեռվից է հետևել երգիչ Մարտին Մկրտչյանը։ Այսօր արդեն հայրենիքում է եւ շտապել է շինհրապարակ։ Շատ ոգևորված եմ, ողջունում եմ պարոն Գագիկ Ծառուկյանին այս նման ֆանտաստիկ մտքի նախաձեռնության համար։ Ուզում եմ մի օր շուտ տեսնեմ այս ամեն ինչը, որտեղ ինքը մեր ազգի համար պատմական ու ամբողջ աշխարհով մեկ թնդալու է այս ամեն ինչը, ամբողջ աշխարհը խոսելու է, ամբողջ աշխարհը գալու է Հայաստան,
վայելելու է։ Ու ես ավելի քան վստահ եմ, որ Հիսուս Քրիստոսի արձանը մեծ օրհնություն է բերելու մեր երկրին, մեծ խաղաղություն։ Սերունդներ պիտի հիշեն Գագիկ Ծառուկյանին, իմ ծորները, իմ թոռները, ու տենց շարունակ բոլորը։ Ես հպարտեմ, ես ուժեղ եմ ինձ զգում, որ այս ամեն ինչը մեր երկրի համար ստեղծվում է ի շնորհիվ մեր հարգարժան պարոն Ծառուկյանի։ Բոլոր կամավորները Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան համալիրի շինաշխատանքներին մասնակցելու հավաստագիր են ստանում։ Կուզեմ, որ միշտ մեր դհոլների հայկական զարկերը լինեն մեր այս ամեն ինչում։ Մենք էլ շնորհակալ ենք, միշտ պատրաստ ենք լինել բոլորի կողքին։ Իզաբելլա Հովանեսյան, Սիմիկ Մայիլյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։